իր դեմ խոսողների բերանը փակելն է, բայց դատական համակարգը ինչի է դրա մասը դառնում։ Արդեն երրորդ դատական բավարարված հայցն եմ ստացել իրանց կողմից, վերջինը Բագրատ Գալստանյան կամ ավելի ճիշտ Վազգեն Գալստանյանի Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Որտեղ ես հղում եմ կատարել իրավապահ համակարգի տրված հրապարակային հայտարարությանը ու իմ հանրային խոսքն եմ կառուցել։ Ճանապարհը, որ պետք է անցնենք ու պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, բայց իմ գնահատականն է նա, որ ճանապարհը, որ անցնում ենք, էլի եմ ասում, դրա մեջ դրականն էլ պետք է գնահատենք, որ երկրում էլ են վիճակը չի, որ մեկը մի խոսքը ասես մարդկանց, չգիտեմ, հացեցել, բռնություն եւ այլն, դա էլ է ճանապարհ, բայց ձեր ասած խնդիրներն էլ պետք է լուծենք, որովհետեւ ասում է ճանապարհը անցնում է քայլողը, ինչը եւ մենք անում ենք իրար հետ։ Շնորհակալ եմ եղբայր։ Շատ ման եկան, սա երրորդ մասը մնացիկ միտև գտա։ Շնորհակալ ենք։ Հիմա մենք գտնենք քայլում ենք, որ մեզ չգտնեն, էլի։ Դե քայլում եք, էլի։ Լավ եք երեխեք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ինչ գեղեցիկ եք ժպտում։ Վարչապետ առավոտանից սպասում եմ նկարի։ Եմ մյուս երեխեքը նեղանալ չլնի երեխեք։ Դաղալություն եմ անում։ Լավ ես։ Վայ, տեսակ այս նկատի ունեի, որ մի հատ կանգնում։ Երեխեք եկեք սպասեք, մի հատ ելույթ ունենա։ Փիլաքյաններ։ Ահա։ Ողջույն։ Ում չեմ տեսել բարև, ում տեսել եմ նորից բարև։ Տենց լնում է, որ մեզ այդ քայլող ժողովրդիներ չեմ, որը մի քանի անգամ բարև եմ տալիս, բայց այդ շատ մարդկանց հետ շփվելու առանձնահատկությունը։ Մի ժամվա, են իմ ավտորին ուր են տանում, չէ, են բանի սրտիկներով ավտոից է։ Որացել է այդ ավտոների մասին, բարև ձեզ, լավ եք։ Երկու 2021 թվականի համար որ ինչ-որ մթնոլորտ ընդհանուր փոխել, բայց ես ուզում եմ ասեմ,
մի բան նույնիսկ էմոցիոնալ զրույց ունեցանք, ես իրեն ասի հետևյալը, օրինակ, այս ճամփորդությունը, նրա մասին է եղել, որ մեղել այդ գաղափարը եւ ես գնացել եմ նրա հետևից, բայց ես միշտ այդ օրինակն եմ բերում ու դա շատ լավ օրինակ է, ինչալոց իմ կյանքում տենց ֆիզիկական օրինակ էլ ա եղել եւ այդ օրինակը շատ տպավորվել է, երբ որ մի ժամանակ դա երբ էր, երևի մի 20 տարի առաջ էր, հա 20 Սարում մի տեղ անտառ կար, մենք որոշել ենք գնանք այդ անտառում ուղղակի զբոսնենք։ Մենք շատ ուզում ենք, որովհետև շատ թավ անտառ էր։ Մենք երբ որ մտանք այդ անտառ, որ այդ անտառում բան անենք, շատ զբոսնենք։ Երբ որ մտանք այն անտառ, սկզբից քայլեցինք դե անտառը, ես մտանք անտառ, երբ որ մտանք Ասեք չէ, սկզբից խոտա, հետո տերմես հետո մտնում է, օրը ցերեկով, առավոտ։ Չէ 19-20 տարեկան կամ 21-22 տարեկան չեմ կարա հիշեմ։ Ոչ մեկի դուխը չի երիքում, որ ասի տվեք, չլնող է, ես ինչ է կանում, չէ, որովհետև ընդ պայմանավորվել ենք, բանը տղայությունը բռնում է, չէ, ոնց մեկը ասի, գիտես ինչ, պետք չի գնալ, բայց արդեն խոտ չելի բուսականություն, զուգահեռ մեզնից բոյով է, գետնին նայում ենք ինչ-որ կենթանիների հետքեր է, արդեն բանը խոնավ է, հողը բանա, փխրունա, կոշիկներով, միջև բաներ համարյա ոտերներս խրվում է և այլն, և այն պահին, երբ որ ինչ-որ մեկ ասեց, հոպ, պետք է հետ դառնալ, ես չեմ հիշում ով էր այդ ասողը, մեր բոլորի մոտ սենց բան եղավ, լիցքաթափում, երևի նաև զսպեցինք, որ այդ ասողին չգրկենք և չպաչենք, բայց ի սկզբանե մենք իրար հետ որոշել ենք, որ մենք պետք է գնանք այդ անտառը, որ պետք է գնանք այդ անտառով անցնենք։ Եվ ես այս պատկերը ինչի համար եմ ներկայացնում, այսօր կա էականչի հարաբերակցությունը, երկու խումբ մարդիկ հիմնականում, որոնք արտահայտվում են, մի խումբը, որ ասում է Ղարաբաղը տվիր, հողերը տվիր, ես տվիր, ենք տվիր, այն մի խումբն է, որ տենում է գրկում, փաթաթվում, պաչում, ասում է շնորհակալություն, շնորհակալություն, շնորհակալություն։ Այս այդ նույն երևույթն է, որ այնուամենայնիվ, այդ շնորհակալությունը ինչի համար է, որտեղ մարդիկ արձանագրում են, ես ընդեղ են տղայի հետ խոսում եմ ուզում եմ ասեի, մի հատ բանի բառ կար այդ բառի վրա տենց կանգնեցի չուզեցա ասել, ես այդ բառը ճիշտն ասած համարժեքը գրական հայերենի չեմ էլ գտնում,
բայց էական չի։ Այդ էմոցիան նրա համար է, որ եղել է մարդ, որը ասել է հոп ժողովուրդ, հոп։ Ես ամենաշատն էի ուզում դա, ես ամենաշատն էի նվիրված այդ անտառի միջով անցնելու եմ մյուս կողմը հասնելու գաղափարին, բայց հոպ, մենք պետք է հետ դառնանք, մենք պետք է կանգնենք։ Այդ բոլոր էմոցիաները դրա մասին են, այո կենսաթոշակ, այո առողջության ապահովագրություն, բայց մարդկանց էմոցիաները հատկապես մայրերի եւ կանանց, ովքեր չունեն տենց խնդիր, որ չարտահայտեն, որ մեկը չմտածի ասի, վայ, գիտես, ես ինչ է տենց մտածում։ Եվ այս ամբողջ խնդիրը, եւ այդ բոլոր էմոցիաները, որովհետեւ 8 տարի է անցել, վերջեցքան բանի միջով ենք անցել։ Սկզբունքորեն, եթե այն պատերազմի եռագլուխ կուսակցության նարատիվները ճիշտ էին, այսօր մեր բան են անում, արտահայտվում են, ասում են ոնց էսի բան է, այս վարչապետին Հայաստանի թաղերում, բնակավայրերում եւ այլն գյուղերում ընդունում են, ոնց են ընդունում։ Հենց դրա համար, որ մարդիկ գիտեն, որ նախ մենք այդ ճանապարհին եւ անկեղծորեն հավատացել ենք, նվիրված ենք եղել, ոչ մի բան չենք խնայել, ոչ մի բան մենք չենք խնայել, ոչ մի բան։ Մենք մեր զավակներին եւ ընտանիքի անդամներին չենք խնայել, բայց երբ որ մենք տեսել ենք, որ վերջ արդեն հարց է դնում, հարցը երբ որ մեր աչքերը բացվել են, մենք առերեսվել ենք այդ իրականության հետ եւ կանգնել ենք եւ ասել ենք ժողովուրդ պետքա կանգնել, ժողովուրդ պետքա կանգ առնել, պետք չի երազել ուրիշ հայրենիքի մասին, որովհետեւ մեր երազանքների հայրենիքը այլևս գտնված է եւ այդ հայրենիքի անունն է Հայաստանի Հանրապետություն։ Եվ մեկը ինչ էլ ասենք, չի ստացվում ժողովուրդ, չի ստացվում, դուք վկայեք, որ ես խորհրդանում ազգային ժողովում ամեն տեղ ասում եմ, պետքա դուրս գալ այդ նախկին ներկա եւ այլն այդ բաներից, չի ստացվում ժողովուրդ, այդ նախկին ներկան, այդ բանը, այդ Սերժը, Ռոբը, Լևոնը, իրանց օլիգարխները, են Բելարուսի, մեկի անունը Գագոյա, մեկի, այդ դրանք քաղցկեղի նման կպած են, դրանց վիրահատական եղանակով պետք է մեր իրականությունից կտրել, հեռացնել, վիրահատական եղանակով, չի լինում, չի ստացվում այլ կերպ, եւ մենք պետք է գնանք այդ ճանապարհով, եւ պետք է գնանք, մարդիկ այսօր մեզ են ասում, ընդ որում էտել է շատ հետաքրքիր ֆենոմեն է, մեզ ասում են, դուք ասում եք թալանածը հետ կբերեք, ես կանեք այդ նախ մենք թալանած լիքը բան, ես ես կոնկրետ ասում եմ, ֆինանսների նախկին նախարար Խաչատրյան Գագիկի տունը Միացյալ Նահանգներում վաճառվել է ինչ-որ գնով, Միացյալ Նահանգները ինչ-որ մի տոկոս պահելու է, մնացածը փոխանցելու է մեզ, եւ դա պրոցեսի մեջ է, մենք միլիարդների եկամուտ գողացած արդեն հետ ենք բերել, ժողովուրդ ջան, հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջե լրացուցից մտել է 66 միլիարդ դոլար, 66 միլիարդ դոլար, այդ են գումարն է, որ դրանց գրպանն է գնալիս եղել։ Բա մի օրինակ բերեմ, 2020 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավել հարկ է վճարել, քան նախորդող նույնը 8 տարվա ընթացքում։ Այսինքն էլ 300 միլիարդ դրամի մենակ ավել եկամուտ է եղել։ Բա հիմա դուք հաջորդ հարցը կտաք, գասեք, բա այդքանը ինչ է եղել։ Բայց 66 միլիարդ ուր է, բայց 300 միլիարդ ուր է։ Մենք տարբեր ծրագրերով ժողովուրդ 1 միլիոն, 1.4 տրիլիոն գումար վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին։ 1.4 տրիլիոն գումար։ Ոնց ենք վերադարձրել։ Վերադարձրել ենք կենսաթոշակների ավելացմամբ, վերադարձրել ենք եկամտային հարկով, 54,000 ընտանիք 2018 թվականից այսքան տան բնակարանի տերադարել եկամտային հարկի վերադարձի եւ այլ ծրագրերի շնորհիվ։
Երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային միջև 6 տարեկանը 50,000 դրամ մենք նպաստ ենք տալիս, բա որտեղից ենք տալիս։ Բա գիտության ֆինանսավորումը կրկնապատկել ենք, բայց այսօր Հայաստանում 700,000 դրամ աշխատավարձ ստացող զինվորական կա, շարքայինի մասին է խոսքը։ 700,000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ կա։ Այսօր 300 դպրոցա կառուցվում երկրում եւ 500 մանկապարտեզա կառուցում երկրում։ Մենք այս ընթացքում հաշվել է, այդ թիվը մոռացա ինչքան $1 միլիարդ մոտավորապես մեր բաներում, մեր համայնքներում ներդրումներ են կարել։ Գյուղեր կան, որ իրանց պատմության ողջ ընթացքում մի հատ բարեկարգ փողոց չեն ունեցել, մի հատ տասնյակ գյուղերի տասնյակ բնակավայրեր բարեկարգ փողոցներ ունեն, բարեկարգ փողոցներ, բայց միևնույնն է, այդ process-ը շարունակվում է եւ շարունակվելու է, բայց ես նաեւ ուզում եմ ընդունել եւ խոստովանել, որ այդ process-ները չեն գնացել այն ծավալով եւ այն ինտենսիվությամբ, ինչ որ մենք ի սկզբանե ակնկալում էինք, ինչի, որովհետեւ դիմադրություն ա եղել, բայց այդ մարդիկ ով է 66 միլիարդ դրամ 66 միլիարդ դոլար գործնելը հեշտ է, բայց այդ մարդիկ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, ժողովուրդ ջան, մաֆիայի, բայց ես ուրիշ միտք էի ասում, մեզ ասում են դե դուք ասցիք վերադարձրեք, չեք վերադարձրել պատշաճ, եւ մեզ քննադատում են դրա համար, եւ գիտեք ովքեր են քննադատում, էլի այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրանց սատելիտները, որոնցից ոչ մեկը չի ասում, ես իմ նախընտրական ծրագրում կներառեմ կետ, ես ավելի լավ ապօրինի գույքը կվերադարձնեմ։ Մեզ քննադատում են, որ մենք լավ չենք վերադարձել, բայց իրանցից ոչ մեկի ծրագրում չկա այդպիսի կետ, որ մենք ավելի լավ կվերադարձնենք։ Եվ հետևաբար նրանք ուզում են ջարդեն այդ համակարգը, բայց չեն կարող, որովհետև արդեն նախադեպային վճռով մենք վճռապեկ դատարանի որոշում ունենք։ Բայց միևնույնն է բոլոր դեպքերում, ժողովուրդ ջան, այս առաջիկա ընտրությունները ամենակարևոր իմաստով մի բանի մասին են, մի բանի, որից բխում է նաև մեր մյուս խոսույթները եւ մյուս ասելիքները։ Ամենակարևոր նորությունը, ել եմ ասում, ես կարող եմ խոսել երկար դպրոցների մասին, մանկապարտեզների մասին, գիտության մասին, բանակի մասին, իդեպ բանակի մասին շատ կարևոր մի բան կա։ Ես ուզում եմ Հայաստանի կարող է չափազանցություն հնչի ասածս, ես ուզում եմ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ մայիսի 28-ին ժամը ճիշտ է չեմ հիշում, բայց մայիսի 28-ի առավոտից գան Հանրապետության հրապարակ եւ տեսնեն այն զորահանդեսը, որը տեղի է ունենալու։ Որովհետեւ շատ բաներ, որ մենք այս ընթացքում խոսել ենք, ով որ լրացուցիչ հարցեր ունի, զորահանդեսը շատերիդ պատասխանը տալու է։ Եվ ընդ որում ես ասել եմ, հանձնարարել եմ, որ զորահանդեսի այդ սպառազինությունը ոչ թե գալու է հրապարակով տակտրի անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի, գնա Տիգրան Մեծի պողոտայում, միջև երևի կձգվի, միջև Երկաթգծի կայարան, չգիտեմ, ինչքան որ կձգվի, իհարկե երկու կողմից մենք ունենանք բաներ, որ մարդիկ շատ չմոտենան, այն որ բաները Արգելապատներ արգել այն հարավակներին բանին, որ մարդկանց սամ կդնենք, եւ ես հանձնարարել եմ, որ թողեն այդտեղ, որպեսզի քաղաքացիները գան, նայեն, տեսնեն եւ գնահատեն։ Բայց ես ուրիշ կանխատեսում ունեմ, ես այդ թեմայով պաշտպանության նախարարի հետ եմ խոսել, ասել եմ եւ նաեւ էկոնոմիկայի նախարարին եմ այն օրը ասել, պարոն Պապոյան, որ մեր բոլոր ռեստորաններին եւ սրճարաններին, Երևանի փոքր, մեծ կենտրոնի եւ բոլորի, ասեք, որ այդ օրվան լավ պատրաստվեն, որովհետեւ իմ համոզմունքն է նա, որ մարդիկ այդ զորահանդեսը տեսնելով բոլորի մոտ ցանկություն է առաջանալու գնալ քեֆ անելու, որովհետև նրանք տեսնելու են բոլորովին ուրիշ բանակ, բայց նաև որպեսզի մենք բանակը դարձնենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի գործիք, մենք ասում ենք նաև, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության
ինքնիշխան տարածքի պաշտպանությունից դուրս ուրիշ որևէ խնդիր չունի լուծելու։ Մենք սա պետք է արձանագրենք որպես ժողովրդական պետական պայմանավորվածություն, որ մենք բոլոր հնարավոր միջոցներով մեր պաշտպանունակությունը կբարձրացնենք, բայց մենք Հայաստանի ինքնիշխան սահմանից են կողմ ռազմական խնդիրներ չենք ունենալու, մենք ագրեսիվ քաղաքականություն չենք վարելու, բացառությամբ են դեպքերի, երբ որ միջազգային ագրեսիվ էլի չի լինելու, իսկ բանակը մեր երկրի սահմանից դուրս կգա բացառապես են դեպքերում, երբ միջազգային պայմանագրերի հիման վրա մենք այսօր էլ ենք խաղաղապահ առաքելությունների ենք մասնակցում, Լիբանանում ենք մասնակցում, Կոսովոյում ենք մասնակցում եւ այդպես շարունակ։ Բայց նույնիսկ սրանով հանդերձ այս ընտրությունների ամենակարևոր ասելիքը դա չի։ Այս ընտրությունների ամենակարևոր ասելիքը եւ իմ այսօրվա ամենակարևոր ասելիքը, որ ես ուզում եմ Հայաստանի քաղաքացիների հետ կիսել, հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ ջան հաստատված է խաղաղություն, ինչի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Բայց այսօր նաև շատ է խոսվում նրա մասին, ասում են հիմա այդ խաղաղությունը կա, չկա, վստահելի է, վստահելի չի, իրական է, իրական չի։ Ես մեր խաղաղությունը 9 ամսեկան է եւ 9 ամսեկան խաղաղությունը ես համեմատում եմ 9 ամսեկան երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա, թե չկա։ 9 ամսեկան երեխան իհարկե կա։ 9 ամսեկան երեխան, եթե որը մեկի ընտանիքում 9 ամսեկան երեխա կա, այդ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ամենակարևոր անդամը, բոլորի ուրախության եւ երջանկության աղբյուրը։ Եվ այն մթնոլորտը, որ այսօր Հայաստանում կա, այսօր Հայաստանում ուրախության մթնոլորտ է։ Այդ 9 ամսեկան երեխայի խաղաղության բերած ուրախության մթնոլորտն է։ Բայց ես նաև ուզում եմ ասեմ շարունակությունը, ինչ տեղի կունենա 9 ամսեկան երեխայի հետ, եթե մենք նրա նկատմամբ խնամք չտանենք։ Նա չի մեծանա, նա չի զարգանա, նա չի ապրի։ 9 ամսեկան երեխան չի կարող մնալ առանց խնամքի, առանց հոգատարության։ 9 ամսեկան խաղաղությունն էլ չի կարող մնալ առանց խնամքի։ Եվ եթե ինչպես 9 ամսեկան երեխան ունի իր ծնողների եւ հարազատների հոգատարության կարիքը, 9 ամսեկան խաղաղությունը ունի իր ծնողների հոգատարության կարիքը, որովհետեւ այս խաղաղությունը Հայաստանի ժողովուրդն է ստեղծել իր տառապանքներով, իր զրկանքներով եւ իր նվիրվածությամբ իր պետությանը։ Եվ հետեւաբար 2026 թվականի հայ Միչայելոտ են ասում են դե սա լավ խաղաղություն չի։ Այ մենք կգանք, պատերազմի եռագլուխ կուսակցությունն է ասում։ Ասում են մենք կգանք լավ խաղաղություն կհաստատենք, ասում են մեր ժամանակ խաղաղություն էր բա։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, երբ որ մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել սահմանին։ Առաջին 91 թվից պատկերացնում եք, մի տարի չի եղել, երբ որ մենք զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցության բանը եռագլուխ կուսակցության լիդերների պատկերացած խաղաղությունը էտա, որ իրանց կազինոներում ապրեն, սահմաններին տես դե 5-ով, 10-ով եւ հիմա էլ իրանք այդ ստահակները, այդ հիմա էլ զոհերի թիվը որտից են վերցրել, մեկը վերակենում են բանը, զուկը ասել էին։ Մեկը 5000 զոհ, մեկը 7000 զոհ, այսինքն այդ առնախումներին քիչ է, հասկանում եք։ Քիչ է այն զոհերը, նրանք չեն կարողանում տանել։ Եվ ասում եմ, իրանց ժամանակներում այդ շարունակակ ամենակարևոր առանձնահատկությունը, այդ իրանց երեխեքը չեն եղել։ Իրանց երեխեքը չեն եղել զոհվողները։ Իրանց երեխեքը ասում եմ, դիրքերում եւ սահմանում, բացի լուսանկարվելու համար անհրաժեշտ ժամանակահատվածից 10 վայրկյան ավել չեն մնացել։ Հենա, իսկ իրանց երեխեքը
Հենա մեկը կա, եկել է մեծ խոսում է, Բելարուսի նախագահին է պաշտպանում Հայաստանի Հանրապետությունում, որովհետև տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ էլ, Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու, այ դուք տենց եք, դուք Ղարաբաղի մասին խոսում եք, դուք Ղարաբաղում մի հատ չեք կրակել, դուք կրակել եք Տեցի կռուգում, Երևանի կենտրոնում, Աբովյանում, Առինջում, գլուխներդ պատին կտակ, չոքցրած, բոլորիդ բերելու եք պատասխանատվության, ծառուկան գագիկ, լեզուտ երկարել է, ես քեզ ասում եմ, լակոտիդ, Բելարուսից վզից բռնած բերելու եք և բերելու եք դրել պատասխանատվության։ Մեկել են գալուգացի մեկը կա, մեկ է գագուն, ասմա մենք մեր ոչ մեկի ասած ասմա չեն կանի, իրանք ասմա մեզ ինչ որ կասեն, նախ լսեք երկու ստել, որ մենք ուզենայինք, որ դուք բան անեք, դուք հլու հնազանդ անող եք, դուք կյանքում ինքնուրույն բան արած չկաք, դուք առանց ձեզ ասելու բան արած չկաք, ուրիշ բան, ձեզ թվում է հիմա ձեզ պապա եք գտել։ Որբ եք մնալու, որբ, նրանք ովքեր գտնում են, որ պապա են գտել, որբ եք մնալու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պապա էլ, մամա էլ, կարանինի միայն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ուրիշ ոչ մեկ, ուրիշ ոչ մեկ։ Եվ հետևաբար, դուք հնազանդ, բոլորիդ եմ ասում, ուրա, ով նայում են հիմա տարբեր տեղերում, դուք հնազանդ ձևով, գալու եք պապայի և մամայի մոտ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ, դուք ուրիշ փախնելու տեղ չունեք, չեք փախնելու, որովհետև սեկտերը փակած է և փակած են մնալու, չեք փախնելու ոչ միտեղ, այլևս ոչ մի հույս չունենաք, որ տարբեր տեղերից կարողանաք, չգինեմ, ինչ-որ հովանավորություններ ստանալ, այլևս ասում եմ, Հայաստանի Հանրապետություն, բա որ ասում ենք, մենք պետություն ենք ավելի քան երբևէ, ինքնիշխան ենք ավելի քան երբևէ, անկախ ենք ավելի քան երբևէ, ինչ նկատի ունենք, նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում պապայություն և մամայություն կարանի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, տղամարդիկ պապայություն, կանայք մամայություն։ Եվ հա ժողովուրդ գիտեմ քննադատություն կա, որ միջև իմի դրանք ինչի են պատժված չենք, ինչի են ազատության մեջ, ասեմ ժողովուրդ ջան, որովհետև 2018 թվականից մենք մի ֆրոնտով չենք պայքարել, մենք 23 ֆրոնտով ենք պայքարել, մենք բազմագլուխ մաֆիայի դեմ ենք պայքարել, և այդ բազմագլուխ մաֆիայի գլուխները կտրելով եկել ենք, մնացել է վերջին 3 գլուխը, վերջին 3 գլուխն է մնացել, այդ վերջին 3 գլուխ ես ընտրություններով պիտի կտրենք իրար հետ, Եվ հետևաբար, և էլի եմ ասում ժողովուրդ, նույնիսկ ես ամեն ինչով հարդերց, ես ինչ որ ասեցի ամենակարևորը չի, ամենակարևորը հետևյալն է, որ 2026 թվի հերթական, խորհրդարանական ընտրություններում Հայաստանի ժողովուրդը պետք է իր զավակին, իր 9 ամսյա զավակին խաղաղությանը պետք է տեր կանգնի, ձեր զավակին պետք է տեր կանգնեք ժողովուրդ ջան,
Դրա համար պետք է գնաք ընտրական տեղամասեր եւ քվեարկեք հանուն Հայաստանի, հանուն խաղաղության, հանուն ապագայի, հանուն պետության։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց կարևոր է նաև արձանագրել ինչու ենք քվեարկում 16-ին, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ճանապարհ Իրոպե Շնորհակալություն, անչափ, գոհ եմ շնորհակալ եմ։ 1000%-ով դուք եք լինելու, մեր ուղղությունն եք, եղել եք, կաք մնալու եք։ Ես դեշացում եմ, թորանս խացր եմ եկել, գործիցենից քարտես չունե։ Մի հատ քարտես, խնդրում եմ։ Շնորհակալություն։ Հաջան։ Իմ վարդված ես։ Խնդրում եմ։ Հասկանալի։ Եղբայր արա, գելի նկարվելը շատ ժամանակ է տանում, չեմ կարող։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ես եմ շնորհակալ։ Ես զոհվածի ընտանիքում ունեմ երկու զոհ, համ ամուսինը կորցրած, համ երեխայում կորցրած։ Հիմա իմ հարցը ոնց է լուծում, ես Արցախից եկած, բոմժի կարգավիճակով, մենակ եք ընտանիքում։ այո, մենակ եմ։ Հիմա մենք Ես ինչքան պետք է ձեր տված գումարը ինչ չի հերիքի, որ ես տան հարց լուծեմ։ ինչքան եք ստանում։ Ես հիմա աշխատում եմ 120,000 ստանում, այդ տալիս եմ տան, ոչ մի աջակցություն չեմ ստանում։ Մի հատ վայենի թոշակ եմ ստանում, որպես զոհվածի 30,000, մեկ էլ ստանում իմ ինվալիդնի, որ ես երրորդ կարգի հաշվան թամելու։ Հələ որ սաղ մարմինս այդ վիճակում։ Լրիվ միայնակ եք։ Տղա ունեմ, որ ինքը ծառայություն մալալ, ինքն էլ վայենի կակի բենալան, հիմա ինքը բանա տարալ ի վիճակի չի, ստեղ չի կարում ապրել։ Հիմա մենք այս փուլում Ես այդ գործի համար եմ եկա։ Հիմա այս փուլում մենք
ում մեծ ընտանիքների համար բնակարան մի հարց լուծում ենք, հիմա հաջորդ փուլում պետք է մտածենք, տեսնենք նրանք ովքեր մենակ են կամ երկու հոգով են, իրանց համար նոր ծրագիր անենք։ Ախր այդ նոր ծրագիրը մինչև անը ես դիմադրողականություն չունեմ, պայքարեմ, ես աշխատեմ տանվարստա։ Ափսոս հիմա ես բոլոր մանրամասներին չեմ տիրապետում։ Երևանում մեզ տեղ տվեք։ Երևանում որտեղ։ Փողը վեր ունեմ, այդ 4000-ը այդ 4 միլիոնով յուրոն եմ, ես ընդեղ մի հատ էկոտուն պատրաստեմ, մտնեմ, էլ վարժ չտամ։ Ես ինքս 4 միլիոն ենք տալիս ձեզ։ Դե եթե ասում եք ծայրամաս ակոչում 4 միլիոն պետք է հասնի։ Ես հիմա բնակում եմ օգնականներից ով կա։ երրորդ մասում։ Մին ձև արեք։ Մի րոպե, ես ձեզ կոորդինատ տամ, ավելի լավ է դուք։ Ես շատ ու կապ զանգալում անգամ անձամբ ձև։ Չէ, մի հատ թող ինքը կապվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքային խումբ կա, որ անհատական հարցերով զբաղվում։ Մի հատ թող լսեն իր կոնկրետ իրավիճակը, տեսնեն մեր ծրագրերով որևէ մեկով իր լուծումը լինում է, թե չի լինում։ Դուք բան չանեք, դուք ուղղակի կոնտակտ արեք, թող աշխատանքային խումբը լսի մարդու։ Ժողովուրդ դիմացը բացում եք։ Կոֆե նոր։ Պարոն Ավինյան, ճիշտ ենք գնում։ Տեսագնում ենք արդեն կամաց ավտոբուսի մեջ, տեղափոխվենք մեկ այլ բան։ Հա, օքեյ։ Հա, ճիշտ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ժողովուրդ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Արիկ ջան։ Լևոն, դա դինամիկները միացա։ Ինձ երևի չես հիշում, տեղը չես կարում։ Կներեք, քարտեզ նվիրեմ ձեզ եւ մեր բուկլետ։ Շնորհակալ եմ ձեր աջակցությանը։ Բարև եղբայր, ինչպես եք, լավ, շնորհակալ եմ, քարտեզ։ Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Պուճուր ջան, բարև։ Մայրիկ ջան, բարև։ Երեխեք ջան, նկարվելը շատ ժամանակ է տանում, մենք էլ շատ ուշանում ենք։ Մի ուրիշ առիթով։ Ողջույն։ Բարև եք, լավ եք։ Պարոն Փաշինյան։ Հա ջան։ Ասա։ Պարոն վարչապետ ջան, 10 թվականից հանդիպեցեմ, որ ես ահավոր վատ եմ զգում, 10 թվականից լավ բաներ եմ արել, բայց այսօր ասում իջերին ես աշխատ քաշում եմ։ Որ այնքան լավ բան եմ արել, պարտիվը չպատերազմ եմ ունեցել մասնակցել։ Դե եղբայր աշխատանքի։ Չգիտեմ Ինչ եք առաջարկում, ես ինչ անեմ։ Ինչ։ Ինչ պետք է։ 10 թվականից միջև դիմի ես ձեր կանոնը։ Ժողովուրդ, եղբայր 18 թվականից ամբողջ ժողովուրդը կանգնել է, մենք էլ 280,000 աշխատատեղ ենք ստեղծել։ Վարչապետի աշխատանք չեմ ուզում, ցավը տամ։ Ես աշխատանք ուզում եմ տանիքս պայեմ, գնացել եմ։ Եղբայր մրցույթներ ենք հայտարարում, մասնակցել, շատ լավ։ Շատ լավ, եղբայր մրցույթներ կան, այդ թվում պետական համակարգում, մասնակցեք, հաղթեք, ընդունվեք։ Ուրիշ ճանապարհ չկա։ Բարև եղբայր։ Լավ ես, քարտես։ Լեոնարդոս տեղա թխված տանք երեխային։ Մի հատ բան տվեք, էլի։ Մի հատ ռուպրա տվեք։ Հա ջան։ Ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է նկարվել տեսել։ Մի հատ ռուպրա։ Բարև ձեզ։ Սիրելի ժողովուրդ, ողջունում ենք ձեզ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է եւ ես խոսում եմ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու։ Ես քիչ առաջ կողքի բակում շատ մանրամասն ելույթ ունեցա եւ նրանց ում հետաքրքիր է այդ ելույթի մանրամասները ենթադրում եմ բոլորը ունեք սոցիալական ցանց, ինտերնետ եւ այսինքն մենակ նոր անընդհատ եմ ելույթներ ունենում, այս պահին կարճ պիտի լինեմ եւ նախ ողջունեմ բոլորին, երեխաներին, նրանց ծնողներին, նրանց ծնողների ծնողներին եւ մեր բոլոր հայրենակիցներին եւ մեր ասելիքը շատ կարճ է իրականում,
ասելիքը վերաբերվում է նրան, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես ուզում եմ բոլորիդ շնորհավորել խաղաղության առիթով եւ կարող ենք ծափահարել նաեւ խաղաղության առիթով։ Երկրորդ այս ընտրությունները ամենակարևոր մասով հետեւյալի մասին է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գնան ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեն խաղաղությանը։ Խաղաղությանը տեր կանգնելու համար անհրաժեշտ է վերցնել թիվ 16 քվեաթերթիկը եւ քվեարկել թիվ 16 քվեաթերթիկով։ Եվ հետեւաբար այն կանխավարկածով, որ դուք նախորդ տեղերի ելույթները կլսեք, մենք այս պահին ուզում ենք միայն եզրակացությունը ձեզ ներկայացնել։ Իսկ եզրակացությունը հետևյալն է, ուշադիր երեխեք, խնդրում եմ դուք էլ օգնեք մեզ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Շենգավիթին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Լավ եղեք, գնացինք։ Զվեկալ կոֆե։ Պարոն Փաշինյան, կարող վարչապետ բարեձեզ։ Խնդրում եմ էլի կկարդաք, որպես շատ շնորհակալ։ Չեմ կարող խոստանալ, որ անձամբ կկարդամ, որտեղ ահա որ շատ է, ինչ։ Քարտես։ Գնային։ Պարոն Փաշինյան, Հա։ որպես Գնացեք, պարոն Ավինյան, գնացեք կգանք։ ես նամակների վերաբերյալ ինչ կարծում ճիշտ է, որ զինվորական գործով ցմահ են տալիս 18-19 տարեկան։ Եթե սպանությունն է, բալ ինչ Ով եթե իրանք կապ չունեն, իրանք գլխին սարքում են, ճիշտ է կանոնում դա։ Բնակ ոնց կամ ես այդ հարցին դրական պատասխան, եթե կապ չունեն, պետք է չդատվեն։ Եթե կապ ունեն, արդեն նաև Պատասի 20 տարի առաջ ուրիշ էր ձեր նման չէին մտածում ու վարչապետ երեխայի հետ նկարվել։ քայլելիս, եթե կարաք, ավելի լավ է քարտեզ նվիրեմ ես ձեզ։ Գնայինք։ Դատական հարց է, էլի, խնդրում եմ։ Խնդրեմ էլի, այս պստիկ երեխեքի հետ կապված ամենակարևոր իրանց դպրոցներն է, որ շատ շուտ է սկսվում։ Այդ 9-ին ժամերին իրանք չեն կարողանում, փոքր քանակ։ Բայց ինչը պետք է լինի 8-15 պետք է լինի ձեր դպրոցը։ 8-15 Չինաստանը ամենահզոր երկիրն է տնտեսության եւ գիտության, այնտեղ դասերը սկսում են 8-ին, 8:00, 8:00։ Ինչի է շուտ։ Շուտ չի։ Ժողովուրդ ջան, աշխարհի առաջատար տնտեսություն երկրում ժամը 8-ին են դպրոցները սկսում։ Այնքան եմ սիրում ես միջանցիկ մուտքերը։ Եղբայր ժամանակը շատ է տանում նկարվել։ Շատ լավն են այս միջանցիկ մուտքերը։ Հա? Ավտոբուսը։ Ես էլ ասում եմ, ախր երեք այս ժամին մենք մի քանի տեղ արդեն ավտոբուսով գնացել ենք, այսինքն պաուզա ենք ունեցել։ Ես զգում եմ, որ այսօրվա բանը իսկ ուր ենք գնում։ Գնում ենք, հեսա տեսնենք, ժամանակահատվածի երևի արդեն աղեղեց։ Բա ուր են մեր ավտոբուսները, քաղաքայինով ենք գնում, թե մերով։ Չէ, մերով։ Բայց գնանք այրացիան տեսնենք։ Դեռ բակ չենք թողել համարաչ սարքացել։ Ես ողջունում եմ դա։ Ես այդ երեք գիտեք բանի Մարտիրոս գյուղում ասում եմ մեր քաղաքականությունն է, Մարտիրոսը վայր խոշորացված համայնքի հեռավոր գյուղերից մեկն է։ Ասում եմ մեր քաղաքականությունն է, որ Մարտիրոսը պետք է լինի կենտրոն։ Եվ Երևանում էլ այրիացան ալու, այո, պետք է լինի կենտրոն, Չարբախը պետք է լինի կենտրոն։ 4 տարի առաջ Եվ կենտրոնն էլ պետք է լինի, կենտրոնը տեղդե ոչ մի 4 տարի առաջ այդ նույնը ասել եմ նոր բարբեր։ Այո։ Եվ դա մեր գաղափարաբանությունն է, որ կյանքը բոլոր տեղերում հասանելի լինի հավասարապես։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Ինչ խոսուն էր եւ ինչ գնահատանքի արժանի էր ձեր ռեակցիան։ Ես Չարբախում սպասում էի։ Բայց այսօր մենք Չարբախ պլանավորել ենք։
այսօր չարբախ չենք, բայց տեսեք ճակատագրից մեկը ճակատագրից չենք խոսափիչնում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Մի րոպե բուկլետ էլ տամ ձեզ, բուկլետ էլ։ Իհարկե, ողջույն եղբայր։ Ինչ են այս մարդիկ այսպիսի էմոցիա, տեսեք բանկում իր համար նստած էլ պատուհանից տեսավ եւ դուրս եկավ։ Իմ ասացի պատճառով, այս մարդիկ չգիտեն 20 թվին ինչա տեղի ունեցել, 21 թվին ինչա տեղի ունեցել, 22-ին, 23-ին, 24։ Ինչի են կանայք մայրերը այսպիսի էմոցիայով, մի պարզ պատճառով, նրանք գիտեք իրանց էմոցիայի պատճառը ինչա, որ ես եւ մենք առերեսվել ենք նրան, ինչ որ ուրիշները չնկատելու են տվել։ Մենք առերեսվել ենք իրականությանը, մենք առերեսվել ենք ճշմարտությանը, մենք տեսել ու հասկացել ենք, թե ինչ է կատարվում։ Եվ ոչ միայն տեսել եւ հասկացել ենք, այլև մեր տեսածն ու հասկացածը կիսել ենք ժողովրդի հետ, բայց որ ամենակարևորն է, մենք այդ տեսածից եւ հասկացածից բխող որոշումներ ենք կայացրել։ Դա է իշխանության հատկանիշը, որ ի վիճակի լինի կայացնել որոշումներ, եւ մենք այդ որոշումները կայացրել ենք, եւ մենք այդ որոշումները կայացնելու շնորհիվ է, որ ժողովրդի այսպիսի վստահությանը եւ այսպիսի աջակցության արժանանում ենք, եւ շնորհակալ ենք ժողովուրդ ջան բոլորիդ այս աջակցության, այս էմոցիայի, այս վստահության համար, եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ, սիրում ենք բոլորիդ եւ հպարտանում ենք բոլորով։ Այսպիսին էր Շենգավիթը, այսինքն դեռ շարունակվում է, բայց այս հատվածը շատ կարևոր խոսակցություն տեղի ունի։